Այս ժամի ամենակարևոր նորություններով եթերում Renews-ն է, ես Լիլիթ Մուրադյանն եմ, ողջույն սիրելի հայրենակիցներ։ Եվ այսպես Փարիզի խաղաղության համաժողովից վերադարձած Նիկոլ Փաշինյանը կաթողիկոսի մասին ոչ խաղաղ խոսույթին է վերադարձել։ Մայրաթորի հայտարարությանն է անդրադարձել ու նշել, որ Կիրակի հովանավանքում տեղի ունեցածը պղծություն չէ։ Փաշինյանի համոզմամբ պղծությունը կուսակրոնության ուխտի խախտումն է, եկեղեցին արտահանման ներմուծման հարթակի վերածելը։ Մինչ այդ էլ ազգային ժողովի ամբիոնից ակնարկում էր, որ եկեղեցում KGB-ի գործակալներ կան։ Այդ հայտարարությունների հետ կապված որևէ փաստ մինչև այժմ չի ներկայացվել, որովհետև ըստ իշխանականների տրամաբանության, եթե եկեղեցին չի հերքում այդ ամենը, ապա հաստատում եմ։ Կարծում եմ կհամաձայնեք, որ այս բացատրությունը աբսուրդին մոտ է։ Ինչպես հիշում եք, Մայրաթորը 3 հայտարարություն էր տարածել, նշել, որ իշխանությունների հովանավորմամբ հովանավանքում ծիսակատարությունների անվան տակ կատարվող գործողությունները պղծություն են, չունեն հոգևոր որևէ արժեք եւ անվավեր են, իսկ հովանավանքի եկեղեցին ենթակա է վերասրբագործման։ Սրանի պատասխան Նիկոլ Փաշինյանը կրկնել է, որ այս Կիրակի շարունակելու են իրենց աղոթքները հովանավանքում, ապա ավելացրել հետո նաև Մայրաթորում։ Արդյոք այս վերջին հատվածը նշանակում է, որ Փաշինյանն իր աջակիցների հետ գնալու է նաև Մայրաթոր, հավանաբար կիմանանք արդեն Կիրակի։ Տեր Վրթանես քահանա Բաղալյանը հովանավանքում տեղի ունեցողը համարում է վարչապետի կողմից շոու, քաղաքական միջոցառում, ֆեյք քահանայով։ Ըստ հոգևորականի վարչապետը նաև այսպես է պատրաստում 2026-ի ընտրություններին։ Իդեպ Մայրաթորը հայտարարել է, որ ամենայն հայոց կաթողիկոսի օծման եւ գահակարության 26-րդ տարեդարձի առիթով այս Կիրակի նոյեմբերի 2-ին պատարագի ընթացքում կկատարվի հայրապետական մաղթանք եւ Սուրբ Էջմիածնում հավատացյալների երկրպագության համար դուրս կբերվի Սկևրայի սրբերի մասունքների պահարանը։ Այսօր կաթողիկոսը Մայրաթորում հանդիպել է Շիրակի եւ Արթիկի թեմերի հոգևոր սպասավորների, այդ թվում Արթիկի հոգևոր առաջնորդի հետ։ Կաթողիկոսը մտահոգությամբ անդրադարձել է Շիրակի թեմի առաջնորդ Միքայել arczepiskopos Աճապահյանի անարդար դատավճռին եւ ազատազրկմանը, ինչի պատճառով մեծապես տուժել է Շիրակի թեմի հոգևոր կյանքը։ Հայոց հայրապետը պատգամել է, որ այս բարդ ժամանակներում հոգևորականները առ Աստված նվիրումի եւ հայրենիքի հանդեպ պարտքի բարձր գիտակցությամբ շարունակեն նախանձախնդրությամբ իրականացնել հոգեփրկչական իրենց առաքելությունը, ասված է Մայրաթորի տարածած հայտարարության մեջ։ Անցնենք այլ թեմաների։ Եկող տարվա բյուջեով 2 միլիարդ դրամ կհատկացվի Երևանի մետրոյի նոր կայարանի կառուցման համար։ Այսօր 2 նախարար եւ քաղաքապետն են գնացել ազգային ժողովում բյուջեի քննարկմանը։ Այդքան շատ անոնսված ու այդպես էլ դեռ չմեկնարկած կայարանի շինարարության ժամկետների մասին, սակայն տարածքային կառավարման նախարարը մանրամասներ չի ներկայացրել։ Եթե կհիշեք, Աջափնյակ կայարանի շինարարությունը պետք է մեկնարկեր դեռ 2024-ին։ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստին նախարարներն ու պատգամավորները քննարկում էին, որ ոլորտներին որքան հատկացումներ կանեն եկող 2026-ին։ Տարածքային կառավարության նախարարությունը մշակել է ջրամբարաշինության ծրագիր։ Կկառուցվի 4 նոր ջրամբար, Արթիկինը կնորոգվի։ Արդյունքում գյուղատնտեսության մեջ կներգրավվի լրացուցիչ 1700 հեկտար հողատարածք։ 1 միլիարդ դրամ ջրամբարների կառուցման համար թվով 12 ջրամբարի տեխնիկատնտեսական ուսումնասիրություն եւ 5 ջրամբարների շինարարական աշխատանքների մեկնարկը տանք, որը այս նախորդ շաբաթ, այսինքն հաստատվել է հանրային ներդրումային կոմիտեում։ Խոսքը Քասախի, Ելփինի, Լիչքի, Արթիկի եւ Աստղաձորի ջրամբարների մասին է։ Մետրոյի նոր կայարանի ծրագիրն էլ առանց ֆինանսավորման չմնաց։ Երևանի մետրոպոլիտենի ենթակառուցվածքների նորոգում 2.5 միլիարդ դրամ, նոր կայարանի կառուցում 2 միլիարդ դրամ եւ ուղևորափոխադրման ծառայությունների գծով լիազորությունների իրականացում 1 միլիարդ դրամ։ Վերջին մի քանի ամիսների ամենակնարկվող թրիփի եւ կառուցվելիք երկաթուղիների համար որևէ հատկացում փաստորեն չի նախատեսվում։ Թրիփի հետ կապված քննարկում ենք ֆինանսավորման հետ կապված տարբերակով եւ ոչ միայն, այսինքն ստեղ ամբողջությամբ այս ծրագիրը քննարկման փուլում է դրա հետ կապված այս բանի նորություն որպես այդպեսին, քանի քննարկումը չի ավարտվել, չեմ կարողանալու ասել։ Երկաթուղիների արդիականացման մասով միջոցներ նախատեսված են, բայց երասխսադարակի մասով բյուջետավորված տող որպես այդպեսին չունենք։ Երևանում կառուցվելիք աղբի վերամշակման կայանների նախագծերը դեռ քննարկման փուլում են, այսինքն մրցույթն էլ դեռ չի անցկացվել։ Առաջին փուլով ընկերությունները տալու են կոնցեպտուալ, թե ինչ են առաջարկում որպես լուծում, օրինակի համար նոր վերամշակման կայարանը իրենք ինչպես են պատկերացնում։ Երևանի քաղաքապետարանը զտելու է այդ առաջարկվող լուծումներից իր համար ընդունելի տարբերակը եւ դնելու է արդեն երկրորդ փուլ։
Քաղաքապետը խոսել է նաև նոր հավելվածի մասին, որով քաղաքացիները կարող են նախապես պարզել տվյալ վայրում ազատ կայարանը տեղի կա, թե ոչ։ Հիմա հավելված ենք մենք մշակում, էլեկտրոնային հավելված է, որով որ դուք կարողանալու եք տեսնել, այս տեղում օրինակ 2-3 տեղ կա պոտենցիալ, ասենք մինչև հասնեք 2-3 րոպե հետո, թե չկա։ Այսինքն այդ ինֆորմացիան մենք արդեն իսկ քարտեզագրում ենք եւ հավելվածով էլեկտրոնային հեռախոսային հավելվածով դուք տեսնելու եք այս հատվածում կա թե չկա։ Ըստ Ավինյանի քաղաքապետարանի սեփական եկամուտները եռապատկվել են։ Եթե 2023 թվականին քաղաքապետարանը ուներ 30 միլիարդ դրամի սեփական եկամուտ, ապա այս տարի ցուցանիշը հասել է 92 միլիարդի։ Բյուջեի նախագծով հաջորդ տարվա համար Երևանին կհատկացվի 56.5 միլիարդ դրամ։ Անի Հովհաննիսյան, Open Media։ Նորից այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի մասին է խոսել Ալիևի օգնականը Հիկմետ Հաջիևը X-ում գրել է, որ ադրբեջանական հատվածի շինարարությունը մոտենում է ավարտական փուլին ու կցել այս տեսանյութը։ Այսօր Ադրբեջանի նախագահ Ալիևի հանձնարարությամբ Ադրբեջանում հավատարմագրված ավելի քան 50 երկրների դեսպանների տարել են Զանգելան, Կովսական, ըստ պաշտոնական հաղորդագրության Զանգեզուրի միջանցքի շինարարությանը հետևելու համար։ Մոնտենեգրոյում չեն դադարում հակաթուրքական ցույցերը Թուրքիայի հետ ազատ վիզային ռեժիմը հանելուց, Ադրբեջանի հետ վիզային ռեժիմը չեղարկել նորակարգ բերելուց ու մի քանի տասնյակ արտաքսումներից հետո անգամ կրքերը չեն հանդարտվում։ Մի տեղացի Չեռնոգորցու դանակահարությունից սկսված այս բողոքի ալիքը խորացել է երկրում աճող թուրքական ներդրումների եւ ազդեցության շուրջ մտահոգությունների ֆոնին։ Մոնտենեգրոյում չեն դադարում զանգվածային բողոքի ակցիաները ադրբեջանցիների եւ թուրքերի դեմ։ Տասնյակ հազարավոր մարդիկ պահանջում են Չեռնոգորիայից վտարել այդ երկու պետությունների քաղաքացիներին, որոնց մեծ մասը գտնվում է երկրում անօրինական, խախտելով վիզային ռեժիմը։ Ամեն բան սկսվեց Պոդգորիցայի Զաբիելո թաղամասում, երբ ադրբեջանցի եւ թուրք ներգաղթյալները դանակարեցին տեղացի մի երիտասարդի։ Նա փորձել էր պաշտպանել երիտասարդ կանանց։ Ոստիկանությունը նախ ձերբակալել է միջադեպին մասնակից մեկական թուրք եւ ադրբեջանցի կասկածյալի, ապա եւս 45-ի, խուզարկել թուրքերին եւ ադրբեջանցիներին պատկանող գիշերային ակումբները։ Ամեն բան ավելի թեժացնում էին նախկինում տեղի ունեցած դեպքերը, 9-ամյա աղջկա բռնաբարությունը, Չեռնագորուհու նկատմամբ սեռական ոտնձգությունները եւ անկարգությունները։ Մոնտենեգրոյի իշխանությունները օպերատիվ միակողմանիորեն չեղարկեցին առանց վիզայի ռեժիմը Թուրքիայի նկատմամբ, դադարեցնելու թուրքերի զանգվածային եւ անվերահսկելի ներխուժումը։ Այժմ քննարկվում է Ադրբեջանի քաղաքացիների ազատ վիզային ռեժիմը չեղարկելու հարցը։ Համաձայն վիճակագրության Մոնտենեգրոյի մշտական բնակվում է մոտ 14000 թուրք եւ չճշտված տվյալներով 3-ից 6000 ադրբեջանցի ապօրինի ներգաղթյալ, ինչը չափազանց մեծ տոկոս է կազմում 100,000 ներգաղթյալի ֆոնին, հաշվի առնելով, որ երկրի ամբողջ բնակչությունը 600,000 մարդ է։ Այս դաժան միջադեպի մասին լուրը կայծակնային արագությամբ տարածվեց մայրաքաղաքում, բորբոքելով հասարակական զայրույթի ալիքը երկրով մեկ։ Շատերի համար սա վերջին կաթիլն էր, որը խորհրդանշում էր օտարերկրացիների կողմից իրականացվող հանցագործությունների եւ տեղի բնակչության անապահովության զգացողության աճը։ Հաջորդ գիշեր Պոդգորիցայի փողոցները լցվեցին զայրացած քաղաքացիներով։ Ինքնակոչ հայրենասերներ եւ Մոնտենեգրոյի սերբական համայնքի ներկայացուցիչներ կազմակերպեցին երթեր, անցնելով քաղաքի կենտրոնական փողոցներով։ Նրանց նպատակն էր ոչ միայն արտահայտել իրենց բողոքը, այլև ինչպես իրենք էին հայտարարում, փնտրել ագրեսիվ թուրքերին եւ հարձակվողներին վանկարկելով սպանեք թուրքերին։ Ամեն գիշեր երկրի այս կամ այն բնակավայրում թուրքական կամ ադրբեջանական պատկանելության օբյեկտներ էին հրկիզվում։ Օտարերկրյա կապիտալով Մոնտենեգրոյում գործում է գրեթե 32,000 ձեռնարկություն, որոնցից գրեթե 7,000-ը թուրքական են։ Ադրբեջանական ձեռնարկությունների թիվը հայտնի չէ, սակայն անցած տարի ադրբեջանական ուղղակի ներդրումները հասել են 40 միլիոն դոլարի կամ ներդրումների ընդհանուր ցուցանիշի 7%-ին, հիմնականում անշարժ գույքի եւ ենթակառուցվածքների ոլորտներում։ Որքան էլ ներդրումները նպաստում են տվյալ երկրի տնտեսական աճին, սակայն վերլուծաբաններն ահազանգում են, որ այդ ճանապարհով Անկարան ու Բաքուն տնտեսական էքսպանսիա են իրականացնում, այդ երկրի հանդեպ իրենց ազդեցությունը կտրուկ մեծացնելու առումով, ինչին էլ գումարվում է թուրքերի եւ ադրբեջանցիների ագրեսիվ վարկը։ Մոնտենեգրոն կանգնած է լուրջ մարտահրավերի առաջ։ Երկիրը գտնվում է էթնիկական եւ սոցիալական հակամարտության եզրին, եւ թեև իշխանությունները փորձում են խիստ միջոցներով վերահսկել իրավիճակը, առայժմ դրանք բավարար չեն թվում հանգցնելու ատելության եւ անվստահության բռնկումները։ Պոդգորիցայի դեպքը ցույց տվեց, թե որքան հեշտությամբ կարող է քաղաքակիրթ համակեցությունը խալխլվել, երբ անտեսվում է հասարակության խորքային խնդիրները։ David Genjoyan, Open Media.
Իսկ Ուկրաինայում արտերն ու էներգետիկ օբյեկտների վրա հարձակումները շարունակվում են, Բալթիկ ծովում ՆԱՏՕ-ի եւ Ռուսաստանի միջև լարվածությունն էլ աճում։ Բայց այս ամենին զուգահեռ կյանքը շարունակվում է, Ռումինիայում բացվել է հսկայական եկեղեցի, իսկ Միացյալ Նահանգներում տոնում են Հելովինը։ Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև մարտերը շարունակվում են։ Ռուսաստանը պնդում է, թե շրջափակել է ուկրաինական զորքերը Պոկրովսկի ուղղությամբ, ինչը Կիևը կտրականապես հերքել է։ Զուգահեռաբար ռուսական զորքերը հզոր հրթիռային եւ դրոնային հարվածներ են հասցրել, թիրախավորելով Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքները։ Զապորոժիայում բնակելի շենք է վնասվել։ Միջազգային լարվածությունը նույնպես սրվել է, երբ լեհական կործանիչները Բալթիկ ծովի վրա որսացել են ռուսական հետախուզական ինքնաթիռ, ինչը այս շաբաթ նման երկրորդ միջադեպն է։ Դիվանագիտական դաշտում Մոսկվան հայտարարել է, որ Ճապոնիայի հետ խաղաղության պայմանագրի շուրջ երկխոսությունը հնարավոր կլինի միայն այն բանից հետո, երբ Տոկիոն հրաժարվի հակառուսական քաղաքականությունից։ Երեք Համասը հրադադարի շրջանակում իսրայելցի երկու մահացած պատանդի մարմին է հանձնել։ Ի կատարում են համաձայնագրի պայմանների։ Այս քայլին սակայն նախորդել էր հրադադարի կոպիտ խախտում, երբ Իսրայելը շաբաթվա սկզբին մահաբեր հարվածներ էր հասցրել Գազայի բնակելի շենքերին։ Իսրայելը հարձակումը հիմնավորել է Համասի կողմից պայմանավորվածությունները խախտումով, ինչը պաղեստինյան կողմը հերքում է, այն անվանելով չհիմնավորված էսկալացիա, մինչդեռ Գազայի բնակիչները հայտնվել են հուսահատության մեջ, տալով զոհեր եւ բախվելով նոր ավերածությունների։ Երուսաղեմում պարտադիր զինվորական ծառայության դեմ ուլտրաօրթոդոքս հրեաների զանգվածային ցույցը ողբերգական ավարտ է ունեցել։ 15-ամյա դեռահասը մահացել է բարձունքից վայր ընկնելու հետևանքով։ Տասնյակ հազարավոր ցուցարարներ, հիմնականում սև ավանդական հագուստով տղամարդիկ, փակել էին քաղաքի գլխավոր մուտքը, բողոքելով զինծառայությունից իրենց համայնքի համար երկար տարիներ գործող ազատման արտոնությունը վերացնելու դեմ։ Այս հարցը խորը պառակտում է առաջացրել իսրայելական հասարակության մեջ եւ քաղաքական լուրջ ճգնաժամ է հարուցել, մեծացնելով ճնշումը վարչապետ Բենյամին Նեթանյահուի կոալիցիայի նկատմամբ։ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը Թուրքիա կատարած իր առաջին այցի շրջանակում Անկարայում հանդիպել է նախագահ Թայիպ Էրդողանի հետ, քննարկելու Ուկրաինայի եւ Գազայի պատերազմները, սպառազինությունների ոլորտում համագործակցությունը, միգրացիան եւ Եվրամիության հետ Թուրքիայի հարաբերությունների բարդ խնդիրը։ Պաշտոնական դիմավորման արարողությամբ մեկնարկած բարձր մակարդակի բանակցություններից առաջ Մերցն այցելել էր Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի դամբարան եւ հանդիպել գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ։ Տասնյակ հազարավոր ուխտավորներ օր ու գիշեր հերթ են կանգնում այցելելու աշխարհի ամենամեծ ուղղափառ եկեղեցին՝ Ռումինիայի նորաբաց ազգային մայր տաճարը։ Տաճարը, որը կդառնա Ռումինիայի ուղղափառ եկեղեցու նոր կենտրոնը, պաշտոնապես սոցվել է Կիրակի օրը Կոստանդնուպոլսի տիեզերական պատրիարք Բարդուղիմեոս առաջինի եւ Ռումինիայի պատրիարք Դանիելի գլխավորած հանդիսավոր արարողության ժամանակ։ Բյուզանդական ոճով կառուցված 127 մետր բարձրությամբ այս հսկայական կառույցը կարող է տեղավորել 5000 հավատացյալի եւ դիմակայել մինչեւ 8.5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը եւ առաջին տիկին Մելանիա Թրամփը Սպիտակ տանը շարունակել են Հելովինի ավանդույթը, հյուրընկալելով քաղցրավենիքի համար եկած երեխաների։ Բազմաթիվ երեխաներ հագնված էին մուլտֆիլմերի եւ կինոնկարների հերոսների եւ նույնիսկ հենց Թրամփի կերպարով։ Հերթ էին կանգնել նախագահական զույգից քաղցրավենիք ստանալու համար։ Տոնական միջոցառման ընթացքում երեխաները նախագահից ստացել են ոչ միայն քաղցրավենիք, այլև ինքնագրեր։ Դավիթ Գենջոյան, Reopen Media։ Ռուս-ուկրաինական արդեն երրորդ տարին շարունակվող պատերազմը չէր կարող նաև միջուկային մրցավազքի տեմպը չարագացնել։ Ու այս եռացող կաթսայի մեջ գերտերությունների ղեկավարները ավելորդ համեստություն չեն էլ փորձում ցուցաբերել։ Պուտինը, որ այս շաբաթ հոսպիտալում հանդիպել էր ռազմաճակատում վիրավորված զինծառայողների հետ, թվում է հումանիտար բնույթի մի բան, բայց փաստացի արևմուտքին լուրջ ուղերձ հղեց։ Ասաց, որ հաջող փորձարկվել են միջուկային շարժիչով Բուրևեստնիկ եւ Սարմատ թևավոր հրթիռները, ինչպես նաև Պոսեյդոն ստորջրյա սարքը։ Պուտինի հայտարարություններն անպատասխան չեն մնացել։ ԱՄՆ նախագահ Թրամփը հայտարարել է միջուկային զենքի փորձարկումները վերսկսելու մասին։ Մի խոսքով մեզ մնում է միայն հուսալ, որ այս վտանգավոր խաղը իսկական աղետ չի դառնա։ Ռուս-ուկրաինական պատերազմում վիրավորված ու ռազմական հոսպիտալում ապաքինվող զինծառայողների հետ հանդիպումն է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի համար առիթ դարձել ներկայացնելու ոչ միայն Պոկրովսկում եւ Կրասնոարմեյսկում ռուսական զորքերի հաջողությունները, այլև անուղղակիորեն արևմուտքին ներկայացնելու ռուսական ռազմաարդյունաբերական համալիրի նորագույն նվաճումները։ Զինվորների հետ զրույցում Կրեմլի ղեկավարը հայտնել է երկու նորագույն սպառազինության համակարգերի հաջող փորձարկման մասին, որոնց նմանը նրա խոսքով աշխարհում գոյություն չունի։ Խոսքը միջուկային շարժիչով Բուրևեստնիկ եւ Սարմատ թևավոր հրթիռների մասին է։ Самое главное в том, что если обычные
ядерный реактор. Ամենակարևորն այն է, որ եթե սովորական միջուկային ռեակտորը գործարկվում է ժամերի, օրերի կամ նույնիսկ շաբաթների ընթացքում, ապա այս միջուկային ռեակտորը գործարկվում է վայրկյանների ու րոպեների ընթացքում։ Պուտինը նաև խոսել է Պոսեյդոն ստորջրի անօդաչու սարքի մասին, որը նույնպես հագեցած է միջուկային էներգետիկ սարքավորումով։ Впервые удалось не только стартовым двигателем запустить его с подводной лодки-носителя, Առաջին անգամ մեզ հաջողվեց ոչ միայն գործարկել այն ստորջրյա կրիչ Սուզանավից, մեկնարկային շարժիչի օգնությամբ, այլև ակտիվացնել միջուկային էներգետիկ համակարգը, որի վրա այդ սարքը որոշակի ժամանակ աշխատեց։ Իսկ ինչ զենքեր են սրանք, որոնք Դաշնության առաջնորդը ճոճում է Եվրոպայի քթի առաջ։ Պոսեյդոնը միջուկային ռեակտորով ստորջրյա անօդաչու սարք է գործնականում անսահմանափակ հեռահարությամբ։ Նրա խնդիրն է հզոր միջուկային պայթյունով ռադիոակտիվ ցունամի առաջացնել, ոչնչացնելով ափամերձ քաղաքները։ Շարժվելով մեծ խորություններում եւ բարձր արագությամբ այն գրեթե անորսալի է։ Սարմատը մեկ հրթիռով կարող է 10-15 միջուկային մարտագլխիկով միաժամանակ ոչնչացնել մի քանի քաղաք։ Այն կարող է կրել ավանգարդ հիպերձայնային բլոկեր, որոնք գրեթե անհնար է որսալ։ Կարող է հարվածել աշխարհի ցանկացած կետի, թռչելով անսպասելի ուղղությամբ։ Օրինակ հարավային բևեռի վրայով շրջանցելով հակահրթիռային պաշտպանության բոլոր համակարգերը։ Բուրևեսնիկը միջուկային շարժիչով թևավոր հրթիռ է գործնականում թռիչքի անսահմանափակ հեռահարությամբ։ Այն կարող է օրերով թռչել թիրախին մոտենալով անկանխատեսելի ուղղություններով, շրջանցելով բոլոր ռադարները եւ հոբ համակարգերը։ Թռչում է շատ ցածր բարձրության վրա, կրկնելով տեղանքի ռելիեֆը, ինչի շնորհիվ գրեթե անհնար է այն հայտնաբերել եւ որսալ։ Կրեմլի ղեկավարի հայտարարություններն անպատասխան չմնացին, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շտապեց ընդհատել 30 տարուց ավելի ձգվող միջուկային փորձարկումների դադարը։ Այլ երկրների անցկացրած փորձարկումների ծրագրերի լույսի ներքո ես հանձնարարել եմ պատերազմի նախարարությանը հավասար հիմունքներով սկսել մեր միջուկային զենքի փորձարկումները։ Այս գործընթացը կսկսվի անհապաղ։ ԱՄՆ-ն ունի աշխարհի ամենահզոր եւ տեխնոլոգիապես զարգացած զինանոցներից մեկը, որի հիմքը կազմում է այսպես կոչված միջուկային եռյակը, ցամաքային, ծովային եւ օդային բաղադրիչներով։ Ցամաքային բաղադրիչի հիմքը LGM-30G միջմայրացամաքային բալիստիկ հրթիռներն են, որոնք տեղակայված են ստորգետնյա պաշտպանված հորաններում։ Չնայած իրենց տարիքին դրանք անցնում են մշտական արդիականացում եւ պատրաստվում են փոխարինվել նոր սերնդի Sentinel համակարգով։ Ծովային բաղադրիչը համարվում է եռյակի ամենախոցելի մասը։ Օհիո տիպի ատոմային սուզանավերը կրում են UGM-133A բալիստիկ հրթիռներ, որոնք կարող են խոցել թիրախներ աշխարհի ցանկացած կետում, մնալով աննկատ համաշխարհային օվկիանոսի խորքերում։ Օդային բաղադրիչի B2 եւ B52 ռազմավարական ռմբակոծիչները կարող են կրել միջուկային լիցքով թևավոր հրթիռներ եւ ավիառումբեր։ Այս բաղադրիչը նույնպես արդիականացվում է նորագույն B21 ռմբակոծիչի մշակմամբ։ Այս համակարգերի շարքում առանձնահատուկ տեղ ունի Տոմահավք թևավոր հրթիռները։ Տոմահավկը ստեղծվել է 1970-ականներին սառը պատերազմի ժամանակ, որպեսզի կարողանա ԽՍՀՄ-ի խորքում թիրախներ խոցել, շրջանցելով հզոր հոբ համակարգերը։ Համաշխարհային հռչակ ձեռք բերեց 1991-ին Պարսից ծոցի պատերազմի ժամանակ, երբ աշխարհն ուղիղ եթերում տեսավ, թե ինչպես է այն վիրահատական ճշգրտությամբ ոչնչացնում թիրախները Բաղդադում։ Տարիների ընթացքում այն անընդհատ կատարելագործվել է, ավելացել է GPS եւ այժմ այն կարող է նույնիսկ թռիչքի ընթացքում փոխել իր թիրախը։ Այն մինչև օրս մնում է ԱՄՆ ռազմածովային ուժերի հիմնական զենքը հակառակորդի կարևոր օբյեկտներին ճշգրիտ հարված հասցնելու համար։ Թրամփի մտահոգությունները միայն Ռուսաստանով չի սահմանափակվում, նա առանձնահատուկ նշել է Չինաստանին, որը ըստ Պենտագոնի զեկույցների աննախադեպ տեմպերով է ընդլայնվում եւ արդիականացնում իր միջուկային ուժերը։ Դունֆեն 41-ը բեռնատարի վրա տեղակայված միջմայրցամաքային հրթիռ է, քանի որ անընդհատ տեղաշարժվում է, այն գրեթե անհնար է գտնել եւ ոչնչացնել։ Մեկ հրթիռը կարող է մի քանի միջուկային լիցքով հարվածել ԱՄՆ-ի ցանկացած կետի։ Սա երաշխավորված պատասխան հարվածի զենք է։ Դունֆեն 17 հրթիռը թռչում է ձայնից 5-ից 10 անգամ ավելի արագ եւ անընդհատ փոխում է իր ուղղությունը։ Ստեղծված է հակառակորդի հակահրթիռային պաշտպանության բոլոր համակարգերը շրջանցելու համար։ Նրա գլխավոր թիրախներն են հակառակորդի ավիակիրները եւ ռազմաբազաները։ GL-3-ը ատոմային սուզանավից արձակվող բալիստիկ հրթիռ է։ Սուզանավը կարող է ամիսներով աննկատ մնալ օվկիանոսի խորքերում, դառնալով Չինաստանի ամենաթաքուն եւ անխոցելի միջուկային ուժը։ Այն ապահովում է պատասխան հարվածի անխուսափելիությունը, եթե նույնիսկ ցամաքային բոլոր զենքերը ոչնչացվեն։
Զենքերի վերահսկման ասոցիացիայի տվյալներով աշխարհում գոյություն ունեցող 12300 միջուկային մարտագլխիկների 87%-ը պատկանում է Ռուսաստանին եւ ԱՄՆ-ին։ Ռուսաստանն ունի մոտ 5500, ԱՄՆ-ն 5200, Չինաստանը մինչև 600։ Ընդ որում Չինաստանը մեծ տեմպերով ավելացնում է միջուկային մարտագլխիկների հրթիռների զինանոցը եւ ծրագրում է դրանց թիվը մինչև 2030 թվականը հասցնել 1000-ի։ Նորագույն զինատեսակների մշակումը եւ միջուկային զինանոցների արդիականացումը պահանջում են աստղաբաշխական ֆինանսական ներդրումներ։ Միայն 2024 թվականին 9 միջուկային տերությունները միասին իրենց զինանոցների վրա ծախսել են 91.4 միլիարդ դոլար։ Այս ֆոնին չափազանց չարագուշակ են հնչում Ռուսաստանի անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևի խոսքերը։ Պոսեյդոնը կարելի է համարել իսկական ահեղ դատարանի զենք, Բելգիան կվերանա, եթե Ռուսաստանը փորձարկի Պոսեյդոնը նրա ափերի մոտ։ Մոնիկա Հայրոյան, Reopen Media։ Այսքան այս ժամի համար սիրելի հայրենակիցներ, Renews-ի գլխավոր թողարկումը 20:00-ին է, եթերում կլինի իմ գործընկեր Դավիթ Սարգսյանը, իսկ ես ձեզ հրաժեշտ եմ տալիս ցտեսություն։